Բարի լույս, Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ և մեզ, մեծ ավետիս, սիրելներ, շնորհավորում եմ բոլորիս, մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս հրաշափառ հարության տոնի առիթով։ Առանց հարության ավետիսի, առանց հարության ներկայության թերևս մենք չենք կարող հասկանալ ու պատկերացնել, թե ով է մեր Տեր Հիսուս Քրիստոս, ինչ արեց մեզ համար և թե ինչ է նշանակում հավատալ Տիրոջը։ Առանց հարության ուղղակիորեն չէինք կարող պատկերացնել որպես հավատացյալներ մեր գոյությունը, մեր լինելիությունը այս կյանքի մեջ, որովհետև այն բավարար չէ հասկանալու համար, թե մենք ինչու ենք ապրում, իսկ հարության ավետիսը մեզ գալիս է հուշելու, որ մենք ապրում ենք, որովհետև այնտեղ շարունակություն կա։ Եվ այսօր, սիրելիներ, այդ շարունակության ավետիսն ենք մենք բոլորս ստանում։ Բայց ինչու մեր սրտերը չի թրթռում երբեմն այդ ավետիսից։ Ինչու է մեզ թվում, թե դա ուղղակի խոսք էր, մեր ականջները լսեց։ Ես կարծում եմ մի քանի պատճառներ կան, եւ պատճառներից մեկը ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել իդեմս Էմավուսի ճամփորդների։ Գիտեք, հիշում եք, մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի ավետարանի 24-րդ գլխում պատմվում է, որ քայլեց իր երկու աշակերտների հետ եւ նրանք չհասկացան, թե ում հետ են քայլում։ Տեսեք, ինչա տեղի ունենում։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն ու տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքից անհետացավ։ Եվ նրանք ասացին միմյանց. մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, մինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը։ Սիրելիներ, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոս հացը չի բեկանում եւ չի տալիս, մեր աչքերը չի բացվում։ Ամբողջ խորհուրդը հարության ընկալման կայանում է նրանում, որ մենք պետք է Տիրոջ մարմինը ճաշակենք։ Մենք պետք է հաղորդվենք Տիրոջ հետ այսօր, երեկոյան, որպեսզի բացվեին մեր աչքերը, բացվեն եւ մենք կարողանանք տեսնել ճշմարիտ հարություն առած Տիրոջը։ Եվ այս իմաստով մաղթում եմ, որ Էմավուսի ճամփորդների այդ գեղեցիկ առիթին արժանանանք։ Եվ Տերը, երբ իր մարմինն ու արյունը մեզ տա, մեր աչքերը հոգևոր, մեր ականջները հոգևոր, մեր միտքը բացվի եւ մենք տեսնենք ճշմարիտ հարություն առած Քրիստոսին, որովհետեւ իր հարությունը իմ, քո, յուրաքանչյուր մեկիս հարության նախընթացն է։ Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։